2017 թվականից 2026 թվականները նախաքննության պրոցեսի ֆինանսավորումն ավելի քան 3 անգամ աճել է։ Վիճակագրական տվյալներ են մշակել է տնտեսագետ Արտակ Քյուրոմյանը։ Ֆինանսավորման այս էական աճը ենթադրում է, որ նկատելիորեն աճել են քննիչների եւ դատախազների աշխատավարձերը։ Իսկ որն է սրա նպատակը, որպեսզի բարձրանա նախաքննության որակը, այսինքն քրեական գործերի քննությունը կատարվի ամբողջական եւ համակողմանի։ Ըստ էության քննիչների աշխատանքը նաեւ որպես գնահատման չափորոշիչ հաշվի է առնում մեկ քննիչի արտադրողականությունը ընթացք լուծված քրեական վարույթներով։ Արտադրողականությունը կազմել է 76.6%, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 74.1%-ի դիմաց, այսինքն արտադրողականությունը աճել է 2.5%-ով։ Քննչական կոմիտեի ղեկավարը ներկայացնում է արդյունքը, որը ունեցել են այդ թվում ֆինանսավորման աճի շնորհիվ։ 2025 թվականի ընթացքում համակարգի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 74898 հաղորդում, որոնցից 57627-ով նախաձեռնվել է 23000 քրեական վարույթ։ Ըստ մասնագետների, սակայն, էականը ոչ թե քրեական վարույթների քանակն է, այլ որակը։ Հենց սա է խնդիրը, քանի որ շատ դեպքերում նախաքննությունն իրականացվում է զուտ օրենքով սահմանված նվազագույն պայմանները բավարարելու, ոչ թե օբյեկտիվ պատկերը բացահայտելու համար, նշում են իրավաբանները։ Ընդհանրապես հասցնում են դատավարական ժամկետների մեջ տեղավորվելու համար անել են քննչական գործողությունները, բաց չթողել ուղղակի են, ինչի արդյունքում իրենք հետո կարող է քրեական պատասխանատվության ենթարկվեն։ Դեպքի վայրը զննեցի, տուժողին հարցաքննեցի, հարևաններին հարցրեցի, բավարար է այսքանը կասկածել ունեմ X անձի վերաբերյալ մի երկու գործողություն են այդտեղ, որ հիմնավոր ապացույց ունենամ, ուղարկեցի դատարան։ Իսկ որն է այս մոտեցման պատճառը։ Փաստաբանների կարծիքով խնդիրը փոքրաթիվ քննիչներն են։ Չնայած քննչական կոմիտեի ղեկավարությունը հավաստում է, որ իրենց հաստիկներն ամբողջությամբ համալրված են։ Վերջին տարիներին սենց համալրվածություն երբևիցե չի եղել։ Այսօր նույնիսկ մտածում ենք այդքան շրջանավարտներին նշանակեմ պաշտոնում, թե չէ։ Օր-օրի վրա մենք ունենում ենք հանցավորության աճ, եւ այդ պայմաններում կապ չունի քննիչը ստանում է, հա, միգուցե մոտիվացիայի առումով համաձայն եմ մի քիչ շատ գումար ստանալու կամ ավելի շատ գումար ստանալու դեպքում մոտիվացիան շատ բարձր է լինում, բայց անձը ֆիզիկապես թեկուզ ցանկացած մոտիվացիայի պայմաններում պիտի ֆիզիկապես հասցնի։ Մեծ հաշվով այս ամենը հանգեցնում է նրան, որ մարդիկ կորցնում են հավատն առ նախաքննական մարմին։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։